նախ աշխարհը ավելի համախմբվեց Զելենսկու կողքին, մյուս կողմից իր ներսում քննադատություններ կան հենց իր կուսակցության անդամների, դեմոկրատների կողմից, ուրեմն պոլիտտեխնոլոգների, քաղտեխնոլոգների, որոնք ասում են, որ սա խայտառակություն էր ուղղակի, այսինքն Տրամպին ձեռնտու է Երևան թույլ լիդեր, Երևան մեկը, ով միջազգային իրավունքը չի հարգում։ Կներեք, կամ նույն Զելենսկին պիտի ասի, լավ, օրինակ Հյուսիսային Կորեան հարձակվում է Միացյալ Նահանգների վրա, իրավունք չունի Միացյալ Նահանգները պաշտպանվի, սա շատ կարևոր հարց է։ Եվ մի կարևոր նախադասություն նշեմ Հայաստանի համար, այստեղ մարդիկ կան, որոնք գիտեք, ոչ թե 3 օրից կփախչեին, այլ 3 վայրկյանից Զելենսկուն են քննադատում, ասենք մի հատ ձեզ նայեք, էլի ասենք թիկնապահներով եք շրջել ամբողջ ուրեմն ձեր կյանքում, եկե մեկին եք քննադատում, ով չփախավ իր երկրից եւ 3 տարի կռվում է։ Դուք ինչ եք առաջարկում, այսինքն ըստ ձեզ, եթե վաղ մյուս օր Թուրքիան որոշի տանկերով մտնի Երևան, մենք պիտի ասենք, դե լավ, ոչինչ, եկեք չկռվենք, հանձնվենք, դա է ձեր մտածողությունը, ի՞նչն է սխալ արել Ուկրաինայի ղեկավարը։ Գնացել էին Կիևի մատույցներ, ասում էին պիտի մեր ուզած անձին դնենք, իշխանափոխություն անենք, դուք էլ իրավունք չունեք զենք ունենաք ու բանակ։ Բա որ Հայաստանին այդպիսի բան են ասում, ինչու է Փաշինյանին քննադատում, ասում եք, օ, նա կապիտուլյանտ է։